Այս փապկամազիկը Ես ասացի, որ քաղաքականապես ոչնչացնելու ենք պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչներին խորհրդարանում։ Դա չի նշանակում, որ տուգ դմփոսա լինելու, դա նշանակում է, որ բովանդակային առումով քաղաքականապես ոչնչացնելու ենք այդ ուժերին։ սրան ինչ որ մեկը ներշնչել է, որ եթե ինքը կոստյում հագնի ու միրուք պահի, ինքը տղամարդու տպավորություն կթողնի։ Բայց խաբել են, ասեմ իմանաս, տղա ջան, գնա զբաղվի քեզանով։ Դու տղամարդու արտաքին չունես, ել չեմ ասում քո խոսելու մասին։ Դու անգամ սեփական ես չունես ու վախերով այնքան ես պարուրված, որ խոսքդ կառուցում ես սենց մենք կոչնչացնենք, դու կյանքում չկայացած ու միանգամից ոչնչացված ես։ Դու ոնց ես պատրաստվում ինչ որ խմբերի, կուսակցությունների ձեր իսկ ձևակերպմամբ, Աթաթուրքի ցելոյի ձևակերպմամբ պատերազմի եռագլուխ այդ կուսակցություններին ոչնչացնելու, այդ կուսակցությունների անկախ նրանից թե ինչպիսին են նրանք, ամեն մեկի հետևում կանգնած է միտք, կանգնած է գաղափար, կանգնած է մարդ, կանգնած են մարդիկ ու կանգնած են ուժեր։ Իսկ դու կյանքում էլի եմ ասում ոչինչ չստեղծած ու հենց մանկուց ոչնչացած։ Դու ոնց ես պատրաստվում ինչ որ բաներ ոչնչացնես։ Այդ որ ասում ես մենք, դուք ովքեր եք, դուք կոնկրետ ովքեր եք, դուք քանի հատ եք, կա մի հատ Աթաթուրքի ցիլո ու տակը ինչ որ բան։ Ու մեկ էլ դուք, որ սենց այն կոշիկների նման հավաքվել եք ու շարժվում եք։ Դուք ով եք։ Ձեզով է ներշնչել, որ դուք ձեզանից ինչ որ բան եք ներկայացնում։ Մեղք ես, գնա քեզանով զբաղվի, լավ հոգեբան վարձի, քանի կա հնարավորություն։ Ինքը քեզ կփրկի հաստատ։